Արցախը Հայաստանը եւ վերջ արտահայտության իմաստը որն էր, բացի գլուխ գովան պարծեն կոտի հերթական գոռոցից։ Էլի հարցնեմ, ում երեխու կյանքի հաշվին է իր դա գոռում համայն աշխարհի ականջների համար։ Եթե մոռացել եք, բացատրեմ, երբ դու հրաժարվում ես բանակցելուց, ասում ես զրոյացնում ես բանակցային գործընթացը, այսինքն հրաժարվում ես բանակցել, հետո մի հատ էլ կանգնում ասում ես Արցախը Հայաստանը եւ վերջ, այս սաղ աշխարհն էլ եւ առաջին հերթին Ադրբեջանը ասում են, բա դե էլ ինչ ենք բանակցում տարիներով, ուրեմն միակ տարբերակը դարձյալ պատերազմն է ու սկսում է ակտիվ պատրաստվել պատերազմով հարցը լուծելուն։ Այդ բանակցությունները մեզ էին պետք, Ադրբեջանին պետք չէին։ Նրանց ստիպել են, որ նստի բանակցությունների սեղանին, որ պատերազմ չլինի։ Իսկ մեզ պետք էր բանակցել, անգամ անվերջանալի, որովհետև մենք մեր հարցը արդեն լուծել էինք 90-ականներին, վերադարձրել էինք ու զարգանում էին երկրորդ հայկական պետությունը։ Հետևաբար կրկնվեմ, մեզ էր պետք, որ բանակցեինք, իրենց այն գլխից էլ պետք չի եղել։ Այդպիսի բաներ էր հնչեցնում Քոչարյանը, որոնք իրար միացան եւ պատերազմի բերեցին։ Դրանցից է նաև ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հատուկ փչացնելը, դիտմամբ էին անում, որ պատերազմի ժամանակ մենակ մնանք, խելքներին չէր հասնում, թե կառավարման պունկտներ ուրիշ տեղ, ինչպես ասում է նախկին նախագահը։ Դրան գումարած էլ երկիրը ներսից պառակտելը, սև ու սպիտակի բաժանելը արվում էր, որ ինչ լինենք, ուժեղանանք, թուլացնելու համար էր չէ արվում։ Բանակի քանդումը, հրամանատարներին վարկաբեկելու, մարտական կադրերը փոխելու միջոցով։ Երկրորդ նախագահը այս ամենը թվարկում է ու թվում է, որ այսքան սխալները մի քիչ դժվար է տգիտությանը, վատ կառավարմանը վերագրել։